միջնորդությունը լսել։ Եթե այլ առաջարկություններ չկան, կան այլ առաջարկություններ։ Չկան, այլ առաջարկություններ չկան, համեցեք։ Նախագահ, ունենք միջնորդություններ, բայց դա օրակարգի առաջին կամ երկրորդ հարցի շրջանակներում կներկայացնեմ, քանի որ ընթացակարգը մանրակրկիտ ու դատավարության տարբերությունների ներկայացված չի, վարչական վարույթի վարչարության հիմունքների մասին օրենքային էներգետիկայի մասին եւ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի մասին օրենքի կարգավորումների շրջանակներում միջնորդությունների փուլայնությունը սենց ասենք, էլի շատ հստակ չի, ուղղակի արձանագրելու համար, որ կան միջնորդություններ բուն վարույթի հետ կապված, որոնք ձեր թույլտվությամբ հանձնաժողովի թույլտվությամբ կներկայացնենք արդեն օրակարգ հաստատելուց հետո, բացարկը քննարկելուց հետո համապատասխան հարցի քննարկման շրջանակներում։ Շատ լավ։ Այլ առաջարկություններ չկան։ Օրակարգի հարցը դնում եմ քվեարկության, օրակարգի նախագիծը դնում եմ քվեարկության, ովքեր են կողմ, դեմ չկա, օրակարգը հաստատվեց։ Միջնորդությունը լսենք հիմա, թե անցնենք բացակի միջնորդությունն եք, ընթերցեք լսենք։ Շատ լավ, օրենսդրական պահանջների վերաբերյալ հատվածները չեմ անդրադառնամ փաստական հանգամանքներին։ Սահմանության 57 հոդվածի առաջին մասի համաձայն յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմնի կողմից այն առաջնորդ գործերի անաչառ արտահայտի ողջունության ճանկետում քննության իրավունք։ Վարչարության հիմունքների վարչական վարույթի մասին օրենքի 25 հոդվածի առաջին մասի դեպքի համաձայն վարույթի մասնակիցները կարող են գրավոր բացառք հայտնել վարչական վարույթի իրականացնող պաշտոնատար անձի, իսկ օրենքով նախատեսված դեպքում կոլեգիալ կազմով վարչական վարույթ իրականացնելիս կոլեգիալ կազմի ցանկացած անձի, եթե առկա են այլ հանգամանքներ, որոնք կկամեն գործի երկով տվյալ պաշտոնատար անձի կամ կոլեգիալ կազմի անդամի ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված լինելու մասին կամ կասկած են հասցնում տվյալ գործի առնչությամբ նրա անարդարության նկատմամբ։ Նույն հոդվածի 4 մասի համաձայն բացառքի վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ոչ ուշքան բացառքը հայտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրվան ընթացքում։ Բացառքի վերաբերյալ վերջնական որոշումն ընդունվել է կոլեգիալ կազմը վարչական վարույթ իրականացնելու դեպքում համապատասխան կոլեգիալ մարմինը կայների պարզ մեծամասնությամբ։ Այդ դեպքում քվեարկությանը չի մասնակցում կոլեգիալ կազմի այն անդամը, ում դեմ բացառք է ներկայացվել։ Վերաբերյալ երախախումներից կարող են եզրանվել, որ սահմանադրությամբ երաշխավորվում է յուրաքանչյուր անձի պատշաճ վարչարության իրավունքը, որի դրսևորումն են հանդիսանում վարչական մարմինների կողմից գործերի անաչառ, արտարացի եւ ողջամիտ կետում քննության սկզբունքները։ Այդ համատեսում հատկապես անաչառ քննության սկզբունքի շրջանակներում էական երաշխիք է սահմանվում վարչարության հիմունքների վարչական վարույթի մասին օրենքը, որի հնարավորություն է տալիս վարույթի մասնակիցներին գրավոր բացառք հայտնել։ Իհևս այլնի նաև կոլեգիալ կազմով վարչական վարույթ իրականացնելու դեպքում կոլեգիալ կազմի ցանկացած անդամի այն դեպքում, երբ պատկային հանգամանքներ, որոնք կկամեն գործի երկով կոլեգիալ կազմի տվյալ անդամի ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված լինելու մասին կամ կասկած են հարուցում տվյալ գործի առնչությամբ նրա անաչառության նկատմամբ։ Նույն դեպքում Կաշի կապիտալ փակ վայրենթիրական ընկերությունը, որպես են վարույթի մասնակից, գտնում է, որ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանի վերաբերյալ առկային ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ապացույցներ, որոնք հիմք են հանդիսանում ինչպես օբյեկտիվ չափանիշի, այնպես էլ սուբյեկտիվ չափանիշի տեսակետից, վերջինիս կողմնակալ հարմարելու համար։ Նշվածի առնչությամբ արդեն համարում ներկայացնել ներկայացած հիմնավորումները։ Առաջին, նախ արդեն համարում անդրադառնալ Մեսրոպ Մեսրոպյանի անձի վերջինիս կենսագրական տվյալներին։ Մեսրոպ Մեսրոպյանը 2012 թվականի մայիսի 30-ին նշանակվել է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի անդամ 4 տարի պաշտոնավարման ժամկետով։ 2020 թվականի նոյեմբերի 16-ին թողնելով դե յուրե անկախ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի անդամի ինքնավար պաշտոնը անցել է քաղաքական գործունեության 2020 թվականի նոյեմբերի 26-ին նշանակվելով Կոտայքի մարզչում։ Ուշադրության արժան է, որ Կոտայքի մարզեր հանդիսանալու ժամանակահատվածում Մեսրոպ Մեսրոպյանը իր ելույթների ժամանակ բազմաթիվ անգամ ընդգծել է, որ հանդիսանում է քաղաքական գործիչ եւ բառացի մեջ բերեմ ես ակտիվ քաղաքական գործունեություն եմ ծավալել առավել քան 20 տարի թվումները ներկային։
21 թվականի մայիսի 27-ին վերջինս ազատվել է Կոտայքի մարզպետի պաշտոնից, որպեսզի հանգամանքը կարող է սխալ ենթադրել, որ վերջինս քաղաքական կապերը գործող իշխանության քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ ավարտում են։ Հաշվի առնելով վերջինիս ազատման ժամանակահատվածը կարող ենք եզրահանգել, որ խնդիրն առաջացել է ընտրական գործողությունների առնչությամբ, քանի որ Հանրապետության նախագահի 21 թվականի մայիսի 10-ի թիվ ՆՀ-99N հրամանով արդեն իսկ նշանակված էր ազգային ժողովի ազգային ընտրությունները 2021 թվականի հունիսի 20-ին։ Ընտրությունների արդյունքներով կառավարության ձևավորման գործընթացը սկսվել է 21 թվականի օգոստոսի 2-ին։ Մասնավորապես Հանրապետության նախագահի 21 թվականի օգոստոսի 2-ի հրամանով Գնել Սամոսյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ Գրեթե 20 օր անց 21 թվականի օգոստոսի 25-ին Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգման ոլորտում գտնվող Հաշվարկային կենտրոն Փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ղեկավար։ Հանձնաժողովի ուշադրությունը գրավում է այն հանգամանքին, որ Մեսրոպ Մեսրոպյանը Հաշվարկային կենտրոն ՓԲ գործադիր մարմնի ղեկավարը նշանակվել օրենքի ուղղակի բանալիների խախտման։ Այն հիմնավորմամբ, որ մի կողմից նշանակվելու պայմանությամբ գործող հանրային ծառայություններ կարգավորող մարմնի մասին օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն հանձնաժողովի անդամ իրավունք չունի իր պաշտոնավարման ժամկետը լրանալու կամ լիազորություններ վարժանքետ դառնալու պայից 1 տարվա ընթացքում զբաղվել հանրային ծառայությունների ոլորտի կարգավորող ընկերության ստորաբաժանումների համակարգման գործառույթներով ոչված կամ ստորաբաժանման ղեկավարի պաշտոն։ Մյուս կողմից նույն օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետի համաձայն հանրային պաշտոնի զբաղեցնող անձին արգելվում պաշտոնից ազատվելուց հետո 1 տարվա ընթացքում ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության աշխատողը, որի նկատմամբ նա անմիջապես հսկողություն է իրականացնել իր պաշտոնավարման վերջին 1 տարվա ընթացքում։ Իսկ նույն դեպքում Մեսրոպ Մեսրոպյանը 2021 թվականի օգոստոսի 29-ին նշանակվել է Հաշվարկային կենտրոն Փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ղեկավար այն դեպքում, երբ իր որպես հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի անդամ լիազորությունը կատարել են 20 թվականի նոյեմբերի 16-ին, այսինքն 1 տարի չդրացված։ Ակնհայտ է, որ նշված իրողությունը կարող է ծառայել իշխող ուժի կողմից վերջինիս նկատմամբ որպես լծակ։ Հաջորդը Հաշվարկային կենտրոն ՓԲ գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը Մեսրոպ Մեսրոպյանը լքել է 24 թվականի նոյեմբերի 15-ին, անցնելով հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնին։ Ուշադրության արժանն է, որ համաձայն վարչապետի կողմից Մեսրոպ Մեսրոպյանի ՀԾԿ նախագահ պաշտոն առաջադրելու վերաբերյալ ազգային ժողովի նախագահի փոխանցած փաստաթղթերի փաթեթում առկա ինքնակենսագրականի Մեսրոպ Մեսրոպյանը 2023 թվականի նոյեմբեր ամսից հանդիսացել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Հատկանշական է նաև, որ վերջինիս առաջադրման գործընթացը քանզի թեպետ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը ստորում է, որ ՀԾԿ նախագահի փափուկ պաշտոնում տեխնատու առաջադրելու իրավունքը պատկանում է կառավարությանը, սակայն նրա առաջադրելու որոշումը կայացել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում իր մասնակցությամբ։ Վերաբերյալ տեղեկությունների համադրված վերլուծության արդյունքում կարող ենք արձանագրել, որ դրանք ճիշտին կաշկանդող գործոն են հանդիսանում հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանի համար, քանզի դրանցով առնվազն ապացուցում է վերջինիս ամուր քաղաքական կապը գործող իշխանության քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Ավելին, ուսումնասիրելով Մեսրոպ Մեսրոպյանի անձեռ կապված օբյեկտիվ գործոններ կարող են արձանագրել նաև, որ համացածում արտատեղությունների եւ վերջինիս տեղած հայտարարություններից պարզ է դառնում, որ վերջինս հանրամիական կապի մեջ է գտնվում քաղաքական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամներ Սասուն Միքայելյանի հետ։ Հաջորդիվ պետք է նկատել սույն վարչական վարույթի հայտնի քաղաքական գործընթացի արդյունք է, որը ի սկզբանե դրվել է գործող իշխանության քաղաքական պայմանագիր կուսակցության կողմից։ Մասնավորապես գործընթացը սկսվել է դեռևս 2025 թվականի հունիսի 18-ին եւ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում արձանագրել է. Մեջբերում եմ. Կարծում եմ հասունացել է բառը եւ Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակ բաժնետիրական ընկերությունը պետք է ազգայնացվի, պետականացվի։ Դա տեղի կունենա արագ։ Այնուհետև նույն ամսը 24-ին վարչապետն իր ֆեյսբուքյան էջում նշել է. Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակ բաժնետիրական ընկերությունը պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կտեսնենք գործնական փուլ, պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ Վերօրյալին հաջորդել է 25 թվականի հունիսի 26-ի հրապարակումը, որտեղ արձանագրվում է. պետությունը կստանձնի թեցի կառավարումը։ Նույն հրապարակմանը կից արդյունք տեսաձայնագրություն կառավարության նիստից, որտեղ վարչապետը հայտարարում է հետևյալը.
Այն ինչ որ ասել եմ, մենք առաջիկայում արդեն պետք է անցնենք դրա իրագործման փուլին։ Իհարկե, process-ը չի լինելու մի փուլանի, բայց ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի Հայաստանի էլեկտրական ցանցեր ՏԲ կառավարումը։ Եվ հետագա գործընթացների պետականացման եւ ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ պետք է արագ արդյունավետ իրականացնել։ Ավելին, արտահերթ նիստով համապատասխան օրենսդրական փոփոխությունները կիրականացնեն շատ արագ։ Ես կարծում եմ, որ առաջին անհրաժեշտ գործողությունը տեղի կունենա։ Այսինքն դրա իմաստը կլինի այն, որ պետությունը կառավարությունը կստանձնի Հայաստանի էլեկտրական ցանցերի կառավարումը։ Եվ այդ կետից սկսած արդեն մենք ավելի հանգիստ պայմաններում հետագա սցենարները կքննարկենք, թե ինչ սցենարով ենք գնում։ Այնուհետև 25 թվականի հուլիսի 19-ին վարչապետն իր էթիկան էջում հրապարակել է տեսաձայնագրություն, որում նշում է. Մեր խնդիրն է, որ պետք է պետությունը վերցնի հեծի կառավարումը եւ իրականացնի հեծի ուսումնասիրություն։ Նախ ինչ է տեղի ունեցել այնտեղ։ Վերօրյա հայտարարությունները հաշվառմամբ կարող են փաստել, որ սույն վարչական վարույթի հաղորդումը ուղղակիորեն հանդիսանում է քաղաքական գործընթացի արդյունք եւ պարզ է, որ այդ քաղաքական գործընթացը պետք է սկիզբ առներ գործող իշխանության քաղաքացիական պայմանագրի կուսակցության հետ քաղաքական կապեր ունեցող հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահ Ազգաժողովի անդամ պարոն Մեսրոպ Մեսրոպյանի կողմից։ Հաջորդի, անդրադառնալով նույն քաղաքական գործընթացի շրջանակներում կատարված օրենսդրական փոփոխություններին, պետք է արձանագրել, որ Հետև վարչության հիմքերը վարչական վարույթի մասին օրենքի ներկայացուցի առաջին մասի բեկետի համաձայն վարչական վարույթ հարցերի հանդիսան վարչական մարմնի նախաձեռնությունը, իսկ վարչական վարույթ հարցերի վարչական մարմինը այնուամենայնիվ հաշվի առնելով հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի քաղաքական վստահելի գործընկեր հանդիսանալու հանգամանքը հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքում կատարվեց լրացում։ Կատարված լրացումների արդյունքում նշված օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է, որ վարչական վարույթը հարուցվում է հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ եւ նույն որոշմամբ կարող է կիրառվել կանխարգելիչ միջոցառում։ Ավելին, հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասը հստակ քաղաքական պատճառներով նման լիազորություններով է օժտում հանրաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, շրջանցելով, անտեսելով հանրային ծառայությունների կարգավորող հանրաժողովի եւ դրա անդամների գործունեությունը անաչառությունը։ Ի թիվս այլն նույն օրենքով սահմանված հետեւյալ երաշխիքները։ Կարգավորման իրականացումն ինքնավար պետական մարմնի կողմից եւ որոշումների ընդունման կոլեգիալությունը եւ անկախությունը։ Հանրաժողովի ինքնավար պետական մարմինն է եւ ինքնուրույն իրավասությունները իրականացնում։ Հանրաժողովը կազմված է 5 անդամից եւ հանրաժողովի նախագահը ևս հանդիսանում է դրա իրավազոր անդամ։ Հանրաժողովի նախագահային որոշում ընդունելու լիազորություն վերապահված չէ։ Հանրաժողովի յուրաքանչյուր անդամի տրված է քվեարկելու իրավունք։ Հանրաժողովի անդամը անկախ է եւ գործում է համայնության եւ օրենքներին համապատասխան։ Նշված հակասահմանադրական օրենսդրական փոփոխությունների շուտապույտը մնում է եւ կոլեգիալ մարմնի անդամների լիազորությունների սահմանափակումը անաչափ դիտորդի մոտ ձևավորում է կարծիք, որ հեծի պետականացման ապօրինի գործընթացը սկսելիս իշխող քաղաքական ուժը գիտակցել է, որ հանձնաժողովը բոլոր անդամները չէ, որ կգնան ապօրինության։ Ուստի այդ ողջամիտ մտավախությունը հարատելու համար է նախաձեռնվել այդ օրենսդրական փոփոխությունները։ Նպատակ է տնտելով իրենց նախկին համակուսակցի Մեսրոպ Մեսրոպյանի ռեսուրսի օգտագործմամբ վերցնել հեծի կառավարումը։ Հաջորդի հարկ է նկատել, որ հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը 25 թվականի հուլիսի 18-ին կայացնում է վարչական վարույթ հարուցելու եւ կանխարգելիչ միջոցառումների կիրառելու մասին թիվ 1 որոշումը, որով գործող իշխանությունները հրապարակումներին եւ հայտարարություններին համապատասխան մոտ 10 օր առաջ ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների հիման վրա հարուցված վարչական վարույթի կանխարգելիչ միջոցառումը։ Այնուհետև պետք է նկատել, որ վերնշված որոշման կայացում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից ստացված հաղորդման հիման վրա։ Այն դեպքում, երբ հաստատի մոտ 3 տարի, ինչ հանձնաժողովի նախագահի պաշտոն զբաղեցնելը Մեսրոպ Մեսրոպյան հանդիսացել է նշված նախարարության ուղղակի ենթակառուցության գործող պաշտոնական։ Գործելավոճը խնդրահարույց է նաև այն տեսանկյունից, որ վերջինս վարչական վարույթը հարուցել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացած հաղորդման հիման վրա այն կառավարում, երբ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տրված եւ ոլորտը կարգավորելու ամբողջ գործի կատարումը։ Իսկ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդման ներկայացած հիմքերին կարող է տեղեկանալ ոչ այլ կերպ, քան հենց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջոցով։ Այսինքն տեկեն հաղորդման նշված հիմքերն հանդիսանում են այն տեղեկությունները, որը եղանցական կտրվածքով
Թերթը տրամադրում էր հանրային ծառայություններ կազմակերպող հանձնաժողով կամ հանձնաժողովն մոնիտորինգների արդյունքում եւ բաժանորդների դիմորդների հիման վրա ստանում։ Այս համատեքստում գործընթացի իրականացման նպատակը ընդհանրապես ուղղված է երկու քաղաքական գործիչների՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքային նախագահ Դավիթ Խուդատյանի եւ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի միջեւ քաղաքական եւ իրավական պատասխանատվությունը կիսելու։ Բացի այդ, Հարցերով վարչական Վարիթ Մեսրոպ Մեսրոպյանը դրա հիմքում մեխանիկական կերպով արձանագրել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացված հիմքերը։ Ապօրինի կերպով ձեռնպահ մնալով այն հանգամանքների արձանագրումից, որ մի շարք դեպքերում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից բացառված խնդիրները դուրս են ՀԵՑ-ի կառավարման եւ պատասխանատվության տիրույթից։ Հանձնաժողովի կայքում հրապարակված որոշման նախագծում գրեթե տեղ չեն գտել վարորդի հարուցման համար հիմք հանդիսացած այն 9 կետերը, որոնք ներկայացվել էին պարոն Խուդատյանի կողմից։ Ավելին, որոշման նախագծում անգամ անհրաժեշտ չի կատարել վարորդի հարուցման համար հիմք հանդիսացած այդ 9 կետերը, քանի որ դրանք այն աստիճան անհիմն են, որ անգամ դրանց մասով հանձնաժողովը չի ցանկանում արձանագրել, որ անհիմն են։ Ստացվում է, որ Մեսրոպ Մեսրոպյանը միանձնյա վարորդի հարուցել եւ կիրառել ամենածանր կանխարգելիչ միջոցը այն աստիճանի անհիմն կետերի հիման վրա, որ այդ կետերը հանձնաժողովը որոշում կայացնելիս չի ցանկանում ներառել այդ որոշման նախագծի հիմքում անգամ։ Ավելին, հարցերով վարչական Վարիթ հանձնաժողովի նախագահը կիրառում է ժամանակավոր կառավարիչ նշանակելու կանխարգելիչ միջոցառում, այն դեպքում, երբ առկային եւս 4 այլ կանխարգելիչ միջոցառումներ եւ հենց ժամանակավոր կառավարիչ նշանակումներ ուղղակիորեն համապատասխանում գործող իշխանության ղեկավարի հայտարարությանը, առայն, որ առաջին տիրով պետությունը կստանձնի կառավարումը։ Բացի այդ, կիրառելով կանխարգելիչ միջոցառում հանձնաժողովի նախագահը ժամանակավոր կառավարիչ է նշանակում Ռոմանոս Պետրոսյանին, ով հանդիսանում է գործող իշխանությունների քաղաքական թիմի ակտիվ անդամ եւ քաղաքացիական պաշտպանների կուսակցության վարչության անդամ է։ Պետք է նկատել նաեւ, որ հանձնաժողովի նախագահ Ռոմանոս Պետրոսյանը որոշել է նշանակել ժամանակավոր կառավարիչ բացառապես հաշվի առնելով նրան 1 օր առաջ տրամադրած դերությունը, որ չի առարկում հանդիսանալ ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչ եւ որևէ այլ հանգամանք կամ փաստաթուղթ կարգել չէ։ Իթիվս այլ հանգամանքներ նաեւ վերջին համապատասխանություն էներգետիկայի մասին օրենքի 52 հոդվածի 4 մասով սահմանված բառերն են, ինչպես նաեւ անհասկանալի թե ինչպես են ստուգվել այդ հանգամանքները։ Անհնարավոր քանզի վարչական վարչությունի դեմ նման ապացույցներ առկա չեն։ Ուշադրության արժանի է նաեւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ ըստ էության անձամբ չի որոշել ժամանակավոր կառավարիչ նշանակման հարցը եւ ուղղորդվել է քաղաքական իշխանության կողմից, քանզի այն, որ հենց Ռոմանոս Պետրոսյանն է նշանակվելու այդ պաշտոնում, մամուլում շրջանառվում է դերևս այն ժամանակ, որ ոչինչ զբաղեցնում է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը։ Առկային բազմաթիվ մամուլի հրապարակումներ, որոնք ներկայացված են։ Ռոմանոս Պետրոսյանին, որպես ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակելու հարցը խնդրահարույց է նաեւ տեսակետից, որ ինչ հանդիսանում է այն անձը, ով դերևս 2025 թվականի հունիսի 24-ին տված հաստատությունի ժամանակ նշել է, որ ՀԵՑ-ի պետականացման գործընթացի մասին ինքը տարիներ առաջ մտածել է եւ տրանսնացիոնալ այն ընկերությունները, որոնք ունեն տնական մենաշնորհ, ինքը կողմնակից է, որ լինեն պետական կամ մարմնավորեն պետական մասնակցությամբ։ Այս համատեքստում հռետորական հարց է առաջանում հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն Ռոմանոս Պետրոսյանի նշանակելով ժամանակավոր կառավարիչ նպատակ է հետապնդել ապահովել ընկերության տնական գործունեությունը, ենթադրյալ ճգնաժամի կառավարումը, թե ապահովել ընկերության ճգնաժամի առաջացումը եւ այդ հանգամանքի արձանագրման կառավարչի եւ նրա ղեկավարի մտածումների, այսինքն պետականացման կյանքի կոչումը։ Ավելին, Ռոմանոս Պետրոսյանի ընտրությունը հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի կողմից խնդրահարույց է նաեւ այն տեսակետից, որ վերջինս այդ անձին նշանակում է ժամանակավոր կառավարիչ այն դեպքում, երբ նա ընդամենը 1 օր առաջ 2025 թվականի հուլիսի 17-ին է վարչապետի որոշմամբ ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։ Իսկ համաձայն պետական կառավարման համակարգի մարմնի մասին օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների ուղղակիորեն վարչապետին ենթակային 4 պետական մարմիններ, որոնցից մեկը հանդիսանում է
պետական վերահսկողական ծառայությունը։ Իսկ հանձնաժողովի նախագահ ժամանակավոր առաջ է նշանակում հենց այդ մարմնի մեկ օր առաջ ազատված ղեկավարին։ Արդյունքում, երբ Ռոմանոս Պետրոսյանը Հայաստանի Պետական ցանցեր կարգավորում կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց ազատում է զբաղեցած պաշտոնից եւ նրանց փոխարեն նշանակում է քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամներ, օրինակ Արման Սմբատյան, հետ իրացման տնօրենի տեղակալ, Սարիկ Մինասյան, հետ ղարս մասնակցի տնօրեն, Գյումրի համայնքի վերջին ուսուցչության կուսակցության տեխնացում, Լյուդվիգ Գուլնազարյան, Էշմիածին Էլցանցի պետ, Խարակար համայնքի վերջին ուսուցչության կուսակցության տեխնացու եւ այլն։ Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը փաստացի իր համաձայնությունն է հայտնում այդ վարկագծին բարձրացված մտահոգությունների վերաբերյալ հարցին պատասխանելով, որ Ռոմանոս Պետրոսյանը գործում է իրեն տրված ժամանակավոր կառավարքի լիազորությունների շրջանակներում, իսկ այդ լիազորությունները իրեր քննարկելու իմպերատիվ պահանջ հաստատ չէ, մոռանալով այն մասին, որ համաձայն իրավական անձանց պետական գրանցման իրավաբանական անձանց զորաբաժանումների Իլախի եւ Անաստեղանատերի պետական հաշտարման մասին օրենքի 37 հոդվածի 3.3 մասը իրեն պատկանում է ժամանակավոր կառավարիչ լիազորություններ դասացնելու մասին դիմումներ կայացնելու իրավասությունը։ Ավելի պարզ դրամաբանությունից բխում է, որ եթե որոշակի կարգավորների համատեքստում հանրային պաշտոն զբաղեցնող անձը մասնավոր կառույցում նշանակում է դրա կառավարիչ, այն հիմնավորման, որ վերջինս հանդիսանում է ճգնաժամային կառավարիչ եւ պետք է ապահովի գործունեության բնականon ընթացող անհատությունը, ապա առնվազն այդ հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է հետևի, թափծով իր կողմից նշանակած անձը կատարում է այն առաքելություն, ինչի համար նշանակվել է, եւ եթե չի կատարում, ապա պարտավոր է այդ առնչությամբ քայլեր ձեռնարկել։ Նույն համատեքստում պարզ դրամաբանությունից բխում է, որ երբ հանրային պաշտոն զբաղեցնող անձը մասնավոր կառույցում նշանակում արտաքին կառավարիչ, ապա առնվազն պետք է ապահովի փաստաթղթերի իրական վիճակի հանձնում ընդունում, քանի որ հակառակ պարագայում հետագայում որոշակի խախտում վերաբերել դեպքում հարց է առաջանում, թե ով է հանդիսանում պատասխանատու սուբյեկտը։ Մեսրոպ Մեսրոպյանը որևէ քայլ չի ձեռնարկել նաև այն հարցի առնչությամբ, որ իր իսկ նշանակման ժամանակավոր կառույցը խախտելով հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի 25/0/2016 թվականի 125 որոշման պահանջները ապօրինի կերպով Հայաստանի Պետական ցանցեր փակ բարենպետական իդեալության էկոնոմիկայի եւ ֆինանսների գծոցանորեն նշանակել Արմեն Շաննազարյանի խախտում կանում է նրանում, որ նախ նշված որոշման պահանջների համաձայն նման նշանակում կարող է իրականացնել բացառապես հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովով տեխնացուի համապատասխանատվություն դիմում ներկայացնելուց եւ հանձնաժողովի համաձայնություն ստանալուց հետո, ինչը սույն դեպքում չի իրականացվել։ Եվ երկրորդ, այդպիսի համաձայնություն կարող է տրվել բացառապես այն դեպքում, երբ տեխնացուն բավարարում է ֆինանսական եւ կամ տնտեսագիտական ոլորտների բարձրագույն կրթություն ունենալու մասնագիտական աշխատանքային ղեկավար փորձ ունելու պահանջներին։ Մինչդեռ սույն դեպքում Արմեն Շաննազարյանը ըստ Հայաստանի Հանրապետական կուսակցության կայքում եւ Վիկիպեդիա սայթում Հայաստանի Հանրապետական կուսակցության կայքում եւ Վիկիպեդիա կայքում արտադրյալների Կրթության միջազգայինագետ պատմաբան։ Արդյունքում իթևս այլ հանգամանքների մի կողմից նշված անձի կողմից կայացած որոշումներ դառնում են ապօրինի եւ ռիսկի տակ են դնում Հայաստանի Պետական ցանցեր փակ բարենպետական իդեալության բնականon գործունեությունը, մյուս կողմից վերջինիս աշխատավարձի վճարումը հանդիսանում է հետ ընկերության միջոցների վատում, ինչը Մեսրոպ Մեսրոպյանի կողմից որևէ կերպ չի կանխվել եւ ինչի հետևանքով հետին վաճառվել է վնաս վերջինիս կողմից ենթակա եւ վերջինիս կողմից ենթակա հագուստի։ Իդեպ այս հանցավոր արարքի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 12-ին հաղորդում է ներկայացվել Հայ հակակոռուպցիոն կոմիտեին քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Մեսրոպ Մեսրոպյանի կողմից չի կանխվել նաև Ռոմանոս Պետրոսյանի կողմից ապատերեկատվության տարածումը։ Ավելին, վերջինս նաև չհերքելով դժբախտական բնույթի տեղեկությունները այդպիսով աջակցել է դրանց տարածմանը։ Որպես օրինակ կարող ենք նկատել, որ ընկերության կառավարման մարմին հանդիսացող տնօրենների խորհրդի անդամների վարձատրության սակագնի վրա չափելու հանգամանքը։ Չնայած մի շարք հարցումների Մեսրոպ Մեսրոպյանի կողմից չի արձանագրվել, իսկ լրատվամիջոցների կողմից ներկայացած հարցումներին սակագնային քաղաքականության վարչության արտադրության պայմաններում պատասխանել է այս ստորաբաժանումը։ Մեկ այլ դեպքում հենց ինքն է տարածել ապատերեկատվություն մի դեպքում հայտարարելով, որ սույն վարույթի հնարավորությունն ընդդրել օրենքի փոփոխությունների վերաբերյալ հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի դիրքորոշում է ներկայացել, իսկ մեկ այլ դեպքում լրատվամիջոցին հայտնելով, որ այդ դիրքորոշումը գրավոր չի ներկայացվել, եղել է աշխատանքային քննարկում, պարզ չէ, թե ինչի մասին է
միգուցե արձանագրված լինի պարագայում դա ևս լիներ բացարձակ։ Բացի այդ, Ռոմանոս Պետրոսյանը հետին գծվելու ամբողջ ժամանակահատվածում օգտագործել է ոչ թե ընկերության բնականon աշխատանքն ապահովելու համար, այլ հեծի բաժնետերին տնօրենների խորհրդի ընկերության մեկուսացնելու, նրանց տեղեկատվության տրամադրումը իսկապ խաթարելու և Մեսրոպ Մեծոպյանին վարորդի հարուցման հիմքերի բացակայության պայմաններում այլ հիմքեր ստեղծելու և քաղաքացիելու համար։ Վերաբերյալ հաստատումն է հանդիսանում այն, որ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կայքում հրապարակված էլեկտրական ցանցեր փակ բաժնետարական ընկերության լիցենզիայի դադարեցման որոշման նախագծում ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ առավելապես դրա հիմքում դրված են այնպիսի հանգամանքներ, որոնք հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը ոչ թե օրինական ճանապարհով բացել են դեպի օբյեկտիվ բազմակողմանի վարորդի շրջանակներում, այս հանձնաժողովին է տրամադրել Ռոմանոս Պետրոսյանի կողմից, ով նշանակվել է ապահովելու համար Հայաստանի պետական ցանցեր փակ բաժնետարական ընկերության տնտեսական գործունեությունը։ Իսկ իրականում նշանակվել է վարչապետի վերնշված տեսնենք ինչ է տեղի ունենում պահանջը ապահովելու համար։ Արդյունքում քաղաքական իշխանության Մեսրոպ Մեծոպյան Ռոմանոս Պետրոսյան կապի միջոցով ակտի նախագծից անհետացել են այն հանգամանքները, որոնց հաստատման կամ հերկմանն է ուղղված վարչական վարորդի իրականացումը, առաջացել են նոր հիմքեր։ Նույն համատեքստում գնահատման առաջկային նաև այն վարչական վարորդի իրականացման ժամանակահատվածում Մեսրոպ Մեծոպյանի կողմից նախաձեռնված մոնիթորինգը, որին ընկերության օրինակ պաշտոնների լիազոր ներկայացուցիչները մասնակցելու ընկերության իրավունքների շահեր ներկայացնելու հնարավորություն չի տրվել։ Մենք post factum ներկայացնելով իրականացած մոնիթորինգի երեսակայությունը առաջարկելով ներկայացնել կարծիք դրա համար։ Նույն գործելագործի շարունակություն է նաև վերջինիս կողմից մի շարք կառույցների, այդ թվում բանկ և հաղթումների ներկայացումը, որոնք իրականացման մասին ընկերության օրինական պաշտոնի լիազոր ներկայացումները չեն տեղեկացվել։ Հարկ է շեշտել, որ Մեսրոպ Մեծոպյանի կողմից Ռոմանոս Պետրոսյանի նշանակումը հետապնդում է ընկերության վիճակը հնարավորինս կատարելու, մեծուն ճգնաժամ իմիտացիա ստեղծելու, Մեսրոպ Մեծոպյանի և Դավիթ Քուդակյանի գործողություններին պաշտպանվելու, Մեսրոպ Մեծոպյանի և Դավիթ Քուդակյանի գործողություններից պաշտպանվելու, հետի իրավունքները այդ թվում դատաբանական իրավունքները սահմանափակելու նպատակ։ Դա ակնհայտորեն դրսևորվեց և հեծ գլխավոր տոմերների կողմից տրված լիազորագրեր պատասխանի կողմից ներկայացված հեծի շահից բխող հայցերից և բողոքներից հեծի անունից Ռոմանոս Պետրոսյանը հրաժարվել։ Դա նաև դրսևորվել է հեծի մատակարարման լիցենզիայի ժամկետի երկարաձգման մասով հանձնաժողովի կայացած ոչ իրավաչափ որոշման բողոքարկումից Ռոմանոս Պետրոսյանի հրաժարվելով։ Դա նաև դրսևորվել է հանձնաժողովի կողմից մոնիթորինգի արդյունքներն անքննելիորեն ընդունելով և ավելին այլ մոնիթորինգների իրականացման համար ենթադրյալ բացահայտումների վերաբերյալ թևի և ոչ պրոֆեսիոնալ տեղեկություններ հավաքագրելով և տրամադրելով։ Վերը շահագրգռված ֆակտական տվյալները ամբողջական փաթեթով դիտարկելիս ցանկացող անաչափ դիտորդի մոտ կձևավորվի համոզում, որ Ռոմանոս Պետրոսյանի ցեղասպանության ինքնությունը ոչ թե Մեսրոպ Մեծոպյանին, այլ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը և կամ հենց Ռոմանոս Պետրոսյանին է, և կամ Նիկոլ Փաշինյանին, իսկ Մեսրոպ Մեծոպյանը կատարել է ընդամենը քաղաքական հրահանգ և որոշում նշանակել նրան։ Հետաքրքրական է նաև, որ Ռոմանոս Պետրոսյանի և Մեսրոպ Մեծոպյանի դրսևորված վարչագիծը սույն վարչական վարորդի շրջանակում, ինչը մի կողմից ցույց է տալիս սույն վարորդով վերջինիս քաղաքական պաշտոնատարությունը, մյուս կողմից առավելևի ընդհանրակարգային սխալ ցույց տալու անզուգ ցանկություն։ Մասնավորապես, հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի կայքում հրապարակված նախագծի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Ռոմանոս Պետրոսյանը սույն թվականի հուլիսի 31-ի դրությամբ խնդրել է գրավոր դիրքորոշում հայտնելու համար, որոնցով սահմանված 10 ժամկետը երկարաձգել ևս 30 օրով, սակայն մինչ օրս որևէ դիրքորոշում չի հայտնել։ Մյուս կողմից, կայքում հրապարակված նախագծում մատնանշված է, որ հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ ելնելով գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի պատշաճ վարչության իրավունքի դասման բոլոր հնարավորությունները ապահովելու անհրաժեշտությունից 20 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ վերջինս տեղեկատվություն է տրամադրում, արձանագրելով, որ Կարեն Հարությունյանը որպես ֆիզիկական անձ սույն վարորդի շրջանակում չունի պատշաճ վարչության իրավունք, կարող է փաստել, որ Մեսրոպ Մեծոպյանի փաստացի գործունեությամբ ցույց է տվել, որ սույն վարորդով Կարեն Հարությունյանը հանդիսանում է հեծ ԲԲ պաշտոնների ներկայացուցիչ։ Այդ պայմաններում ինչու է սույն վարորդի շրջանակում Մեսրոպ Մեծոպյանի գիտության ընդունում իր նշանակած ժամանակավոր կառավարքի դիրքորոշում հայտնելու
ժամկետի երկարացման դիմումը արձանագրել է, որ վերջինս հանդիսանում է հետ ներկայացուցիչ անհասկանալի։ Մեսրոպ Մեսրոպյանի կողմից ստեղծված կանոնաշփոթի ուղղակի արձագանքումն է հանդիսանում 25 թվականի հոկտեմբերի 23-ի դրությունն առայն, որ դեռևս 25 թվականի սեպտեմբերի 24-ին արձանագրվել է հրաման, արձակվել է հրաման Կարեն Հարությունյանի կողմից լիազորագրել ուժը գործած ճանաչելու մասին։ Առանց անդրադառնալու այն հարցին, թե արդյոք Ռոմանոս Պետրոսյանը ուներ նման իրավասություն այդ լիազորագրերը դատարեցնել։ Կարեն Հարությունյանի որպես Հայաստանի Պետական ցանցեր փակbaşıնական ընկերության իշխանության ներկայացուցիչ ամիս հանդես գալու։ Հատկանշական է, որ Ռոմանոս Պետրոսյանը այդպես էլ որևէ դիրքորոշում չի ներկայացել հայոց հիմքերի մասով։ Նույն համատեքստում ուշադրության արժանի է, որ համաձայն հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի կայքում հրապարակված նախագծի Տաշից կապիտալ փակ բանիկիական ընկերության գլխավոր տնօրեն եւ Հայաստանի Պետական ցանցեր փոխադրողների խորհրդի նախագահ Արեգ Կարապետյանին 2025 թվականի օգոստոսի 6-ի դրությամբ տեղեկացնում է, որ պատշաճ վարչության իրավունք միացնելու հնարավորություն ապահովելու անվտանգության պայմանավորված կարող է ներկայացնել գրավոր դժգոհություն։ Ծանոթանալ վարչական վարույթի միներին եւ օգտագործել վարչական վարույթի մասնակցի բոլոր իրավունքները։ Ավելի 25 թվականի հունիսի 20-ին Տաշիկ կապիտալ փակ բանիկիական ընկերության դրությամբ հայտնում է, որ 25 թվականի հունիսի 20-ին Կողմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժի գծի մասին, խնդրելով կասեցնել սույն վարչական վարույթը, որպեսզի դիմում տրվում է ընթացք։ Ի վերջո 25 թվականի օգոստոսի 18-ին փաստացի մերժելով այն։ Մինչդեռ ուշադրության արժանի է, որ վերը նշված երկու փաստական հանգամանքների ցույց են տվել Մեսրոպ Մեսրոպյանի սույն վարչական վարույթի շրջանակում քաղաքական կաշկանդվածության առայրովի տնտեսական սխալներ թույլ չտալու անձու ցանկությունը, քանզի Մեսրոպ Մեսրոպյան տեղեկացրել Հանրապետության վարչական վարույթի մասնակցի բոլոր իրավունքներից օգտվելու հնարավորության մասին եւ մերժել վերջինիս վարչական վարույթը կասեցնել դիմը այն պարագայում եւ այդ պահին դրությամբ վերջինս չի հանդիսացել սույն վարչական վարույթի մասնակից, քանզի ընկերության տնօրենների խորհրդի նախագահ համաձայն Սահմանադրական ընկերությունների մասին օրենքի չի հանդիսանում այն անձը, ով կարող է առանց լիազորագրի ներկայացնել ընկերության յոթանոց առջև, իսկ ինչ վերաբերում է բաժնետը շքատաշի կապիտալների գլխավորտնօրեն լինելու հանգամանքին, ապա պետք է նկատել, որ Տաշիկ կապիտալ փակ բաժնետական ընկերությունը սու վարչական վարույթով երրորդ անձը ներգրավել 25 թվականի օգոստոսի 15-ին վարչական վարույթում երրորդ անձը ներգրավելու մասին թիվ 299 որոշման։ Նույն գործելավոճի շարունակությունը հանդիսանում նաև, որ Մեսրոպ Մեսրոպյանը ունենալով բարձրաբանում այն մասին, որ մեջ բերում արդի նախագծից։ Արտակարգ արբիտրի 25 թվականի հուլիսի 22-ի վճռով ուղղակիորեն չի կարգավորել հանրաժողովի նախագահի հուլիսի 15-ի որոշման փաստած վարչական վարույթի կասեցումից, այլ իր որոշմամբ կարգադրել է պատասխանողին հրաժարվել բռնագանձման վերաբերյալ օրենքները, այսինքն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի մասին օրենքում, հանրապետության հանրային ծառայությունների կարգավորող մարմնի մասին օրենքի փոփոխությունների մասին օրենքները կիրառելու եւ ընկերության ազգայնացման ուղղված հետագա քայլեր ձեռնարկելու։ Իր գործողությունով չի կանխել հանրային ծառայությունների կարգավորող հանրաժողովի կայքում հրապարակված Հայաստանի Պետական ցանցեր փակ բաժնետական ընկերության էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի դադարեցնելու մասին որոշման նախագծի արտադրության հնարավորությունը։ Հետաքրքրական է, որ Ռոմանոս Պետրոսյանի վարկածը նախ 25 թվականի սեպտեմբերի 22-ի դրությամբ հայտնել է, որ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի կողմից աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականություններ չեն իրականացնում եւ առաջարկել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահին ուզել Կարեն Հարությունյանի կողմից աշխատանքային պայմանագիրը, այդուհենք երբ ընկերության տնօրենների խորհրդի նախագահի կողմից ներկայացնում է Սուրեն Կարյանի գլխավոր տնօրեն նշանակելու վերաբերյալ առաջարկը, Ռոմանոս Պետրոսյանը 2025 թվականի հոկտեմբերի 8-ի հասկանալով, որ իրենց իսկ քաղաքական իշխանության կողմից նախաձեռնված իրականացված օրենքի փոփոխությունների արտան բացառում են պարունակում նոր գլխավոր տնօրենի նշանակելու հարկի առաջարկ, նշում է, որ չի առարկում Կարեն Հարությունյանի ընկերության միազնյակ գործադիր մարմնի ղեկավար հանդես գալու փաստում, իսկ Սուրեն Կարյանի մասով արձանագրելով, որ յուրաքանչյուր հարցի առողջությամբ անհրաժեշտ է պարտադիր իր համաձայնությունը, դե ֆակտո մերժում համաձայնության տրամադրում։ Բացի այդ, վարչական դատարանի վարույթում է գտնվում թիվ V12820 վարչական գործը, որը քննվում է Տաշիկ կապիտալ փակ բաժնետական ընկերության հայտնի դեմ հանրաժողովի նախագահի վերջինիս կողմից 18/07/25 թվականի 1A որոշման վարույթ հարցելու մասով իրավարարության բացականության ճանաչելու պահանջի մասին հայտնել։
Թերնշված գործի երկրի սուվայքի շրջանակում բարձրացում է վերջինիս կողմից հայեցողական լիազորությունների խախտման, հետ կողմից արտադրելու խախտումների բացակայության պայմաններում վարույթ հարուցելու և անհամաչափ առավել խիստ կանխարգելիչ միջոց կիրառելու, ասել է թե վերջինիս անաչափ և արտարացիկ չլինելու հարց է, ինչը Մեսրոպ Մեսրոպյանին առավելապես շահագրգիռ է դարձնում իր որոշմամբ հարցած վարչական վարույթի խախտման արտոնագրնակ և պատասխանատվության միջոց կիրառելու արդյունքով ավարտին հասնելու հարցում, որի դեպքում երկրորդական պլան կմղի վարույթ հարուցել հիմքերի բացակայության պայմաններում վարույթի հարուցման և խիստ կանխարգելիչ միջոց կիրառելու հանգամանքները։ Ավելին, դեռևս 06/08/2025 թվականին Մեսրոպ Մեսրոպյանը դիմել է հայ վարչապետի աշխատակազմի ղեկավարին խնդրելով հայտնել հայ կառավարության դիրքորոշումը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22/07/25 թվականից հայացած որոշման առումով, որին պատասխան ստանալով դրություն առան, որ վճիռը կատարելու տեսանկյունից բավարար է կասեցնել սահմանափակ ժամանակավոր կառավարչի որպես հետ գլխավոր տնօրեն լիազորությունները, ըստ էության դրսևորել է անդորտություն և չի սահմանափակել ժամանակավոր կառավարչի լիազորությունները։ Ուշադրության արժանի է նաև Մեսրոպ Մեսրոպյանի կողմից այն, որ Մեսրոպ Մեսրոպյանի կողմից խախտվել է հանրային ծառայություններ կարգող մարմնի մասին օրենքի 34-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ կետը, այն է, տեղյակ լինելով այն մասին, որ դեռևս 25 թվականի սեպտեմբերի 16-ից Սահմանադրական դատարանի վարույթի ներքո է գտնվում այն լիազորությունների սահմանադրականության հարցը, որի հիմքով հենց հարուցվել է վարչական վարույթը, միջոցներ չի ձեռնարկել մատնանշված նորմի կատարման հարուցած վարույթի կարճելու առնչությամբ։ Արդյունքում վերագրարից ելնելով գտնում ենք, որ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանը, ինչպես օբյեկտիվ չափանիշի, այնպես էլ սուբյեկտիվ չափանիշի տեսանկյունից սույն վարչական վարույթի շրջանակում հանդիսանում է կողմնակալ անձ և հետևաբար սույնով բացառք ենք հայտնում վերջինիս հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի անդամներից ակնկալելով մեկօրյա ժամկետում լուծել վերջինիս սույն վարչական վարույթի հետագա մասնակցության հարցը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հարգելի ներկաներ, հարգելի գործընկերներ,